Սպասվում է վաղաշաբաթում ընտրություններ, պարոն Նահապետյան, խնդրեմ ես մասով ձեր խոսքը, նորից հիշեցնենք ովքեր են այդ անձինք Հանրապետություն կուսակցության թեկնածուն, որ նորից հիշեցնենք այդ մարդու դանոսների հիման վրա այսօր կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն տալում են կանանքի և նաև նախորդ անգամ անդրադարձակ Մեխակյան Արգիշտիին, հիմա Եկեք այսպես նայենք, հա, իսկապես կարևոր է, Էջմիածնում ընտրությունները շատ կարևոր է, որտեվ իշխանության պարտությունը ամեն ինչ անելու է, որ չպարտվի իշխանությունը, բայց եկեք այսպես, եթե այն քաղաքացիները, ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրությանը, համայնքի ավագանի և քաղաքապետ ընտրելու իրենք եթե իրենց ձայնը տան, հետո նաև իրենք այո կարող են ամենայն հավանականությամբ կեցված դրսևորել, որ պաշտպանեն իրենց տված ձայնը։ Խնդիրը նա չի թե ընդդիմադիր որ գործիչը կստանա առավելագույն կապ դաշինք կստեղծի, ամենայն հավանականությամբ դաշինք է լինելու։ Ես կարծում եմ, որ Էջմիածնի քաղաքապետը Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն քաղպայմանագրից Արգիշտի Մեխակյանը, որը քաղպայմանագրի անդամ է, բայց քաղպայմանագրի էությունը կարկառուն ներկայացուցիչների էությունը չունի։ Ես ինչի համար եմ ասում, այնուամենայնիվ այդ անձի մոտ որոշակի ասենք այսպես էլի, ամոթի Մեխակյանի որդու լինելու հանգամանքի իր մոտ կա։ Եվ գիտեք ինչով եմ ես դա հիմնավորում, որ կա։ Այսինքն ինքը Փաշինյան Նիկոլ չի, ինքը Արեն Սիմոնյան չի, ինքը Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը չի։ Որտեվ եթե ուշադրություն դարձնեք քարոզչական պաստառներ վահանակներ, տառաչափը տված է այն չափով, ինչ որ ենթադրենք սիգարետի տուփի վրա, որտեղ մեծ տառերով նշում է սիգարետի անվանումը եւ այլն շատ փոքր անկյունում համարյա անընթեռնելի գրված է ծխել է վտանգավորի ձեր առողջությունը։ Այ քաղպայմանագիրը մոտավորապես ԿՊ-ն այդ ձևով է քարոզչական ուրեմն պաստառների վրա ներկայացված։ Սա ինչի համար է, որ Արգիշտին փորձում է այնուամենայնիվ իրեն քաղպայմանագրից հեռու դնել, թեև իր ներկայացուցիչն է։ Բայց կարծում եմ մեր ժողովուրդը այդքան պարզամիտ չի եւ Արգիշտին ունի գործնականում ընտրության իրավունք։ Ընտրության իրավունքը կանոնում է հետեւյալում. կամ ինքը հրապարակավ հայտարարում է, որ ինքը չի ուրանում, 3 բան եմ ասում, եւ նաեւ հորդորում եմ մեր ընդդիմադիր գործիչներին, լրատվամիջոցներին Արգիշտին այդ հարցը ուղղել։ 3 հարթությամբ առաջին. Արգիշտին ճանաչում է Արցախը որպես Հայաստան։ Եվ այն տղաները, ովքեր որ կյանք տվեցին, այդ թվում իր հայրը, որը բավականին մեծ ավանդ է ունեցել ազատագրական պատերազմում, որպես Արցախի ազատագրության համար նահատակ ինքը ճանաչում է։ Առաջին, երկրորդ, Արգիշտին ճանաչում է ցեղասպանությունը եւ Արարատը որպես խորհրդանիշ։ Սակրալ, այստեղ միայն Արարատի զուտսալ լինելու հանգամանք չի։ Եվ երրորդ, Արգիշտին ընդունում է մեր եկեղեցու ներկայիս հոգևոր առաջնորդին եւ այն հավատը, որի կրողներն եք եկեղեցու հավատավոր զավակները։ Թե իր համար միևնույն է, ասեն կարգալուց քահանան կարող է միջոցառում անել, անունը դնել պատարակ եւ երկրի ղեկավարությունը գնա մասնակցի այդ միջոցառմանը։ Ես հորդորում եմ, Արգիշտին պիտի ցույց տա ինքը ուրացողների աղանդից է թե ոչ։ Այդքան բան։ Մինչև ամսի 16-ը 14 օր կա։ 24 ժամվա ռեժիմը փորձեք Արգիշտին հրապարակավ տեսախցիկի անış թող ինքը պատասխանի։ Այդ ժամանակ կերևա ինչքանով է հոր գործի շարունակողը, ինչքանով է քաղպայմանագրից։ Ուրացողը թե չէ, այս 3 հարթությամբ։ Իսկ Էջմիածնի ընտրությունները այո, ես կարևորում եմ եւ այստեղ ժողովուրդը պետք է ընտրի ուրացողների եւ հայրասերների միջև։ Ուրացողները ակնհայտ են։ Արգիշտին դեռևս մեջտեղում է։ Արգիշտին փորձում է իրեն տարանջատել քաղպայմանագրից կամ ուրացողներից։ Թող լրագրողները
24 ժամվա ռեժիմը փորձեն արգիշտից իմ նշած 3 հարթությամբ հարցերի պատասխանները ստանալ։ Այսքանը։ Պարոն Անդրեասյան, մինչև դուք եթերում եք, մինչև անգամ միջազգային այլևս հարթակներում խոսվում է, թե ինչ դաժան հարձակման է ենթարկվում հայ առաքելական եկեղեցին։ Քրիստոնյաները հալածանքների են ենթարկում քրիստոնեություն ընդունած առաջին երկրում Հայաստանում։ Եվ Խնդրեմ։ Սա այլևս այսինքն բարձր չէ, Նիկոլ Փաշինյանը դաժան գրած է, բրիտանական էքսպրեսը գրում է բացահայտելով Զեկվիցի բովանդակությունը։ ասեմ ձեզ, արևմուտքին ձեռք չի տալիս այն ինչ որ եկեղեցու դեմ է գնում, բացի Վատիկանից, այո։ Իհարկե։ Գիտեք ինչի, որտեղ ոչ թե որ իրենք այդպես մեր եկեղեցու խիստ ջատագովն են, այլ որ Փաշինյանի առաջ արևմուտքը այլ խնդիր է դրել։ Եվ եկեղեցին առաջնայինը չի։ Եկեղեցին մասնատել եւ ստեղծել Հայաստանի եկեղեցի արևմուտքի համար առաջնային դերակատարություն չունի, բացի Վատիկանից։ Նրանք ինչ խնդիր են դրել։ Փաշինյանը շատ արագ պետք է կարողանա լուծել հետեւյալ հարցերը։ 102 բազան Հայաստանից դուրս բերի, սահմանապահները դուրս գան իրանական հայ-թուրքական սահմանի, ատոմականը փակվի, գազը Ադրբեջանից ստացվի, երկաթուղին տրվի թուրքերին եւ այդպես շարունակ։ Այսինքն Ռուսաստանը ամբողջովին դուրս դրվի։ Արևմուտքը սա է ուզում։ Եկեղեցին իր համար առաջնային չի։ Առաջնայինը եկեղեցու մասնատումը Թուրքիա եւ Ադրբեջանի համար։ Ես մեր հաղորդման սկզբում դա մասին ասացի։ Եվ ահավասիկ ինչ հայտարարություններ որ անեն գործնականում։ Փաշինյանի վրա ոչ մի ազդեցություն դա չի գործելու։ Ասենք հայտարարեցին, հետո Սամվել Կարապետյանի հետ կապված էլ միջազգային մի քանի կառույցներ որոշումներ են ընդունել, սա էլ ասում եմ չեմ անում, պետությունն էլ տուժուտուգանք կտա, այդ տուժուտուգանք իրականում պետությունը չի տալու, մեր հարկատուներն են տալու, իսկ մեր երկրի քաղաքացիները եւ Փաշինյանը թքած ունի, թե Հայաստանից ինչքան տուժուտուգան կգնա դատարաններում վճիրները կյանքի չկոչելու համար։ Այսքանը։ Եվ վերջում փոքր միջազգային նաև Մադուրոին հաշված որպես Վենեսուելայի նախագահ հաշված ժամեր են մնացել, օրեր ավելի շուտ հայտարարել Թրամփը։ Դե հիմա մենք հասկանանք ինչ ասել է Միացյալ Նահանգները, եթե իրան պետքա որ մտնի Իրաքը գրավի, Ռամսվելդը մի սրվակ էր թափ տալիս, որի մեջ երևի ալուր էր, ասենք, փոշի, որը ներկայացնում էր, որ Իրաքը ունի քիմիական զենք։ Հետո պարզեց, մտան, գրավեցին, բռնեցին, կախեցին, այդքան կորուստ եւ այլն, պարզեց չէ, հետախուզությունը սխալ տվյալ էր տվել։ Նույնը Լիբիայի նախագահ Կադաֆիին։ Այսինքն Միացյալ Նահանգները նախագահները չեն սեթևեթում եւ այսօրվա նախագահը իդեպ շարունակողն է Ռեյգանի քաղաքականության ինչու որտեվ ուժի կիրառումը պետությունների բացահայտ անթակույց առանց սեթևեթանքի ոչ զարթուղի ոլոր-մոլոր ճանապարհներով Ռեյգանի ժամանակ էր այդպես արվում եւ հիմա Տրամփի ժամանակ է արվում պետք է Վենեսուելայի նավթը, այսպես ասենք։ Եվ պատական էր արդյոք որ Նոբելյան մրցանակի խաղաղության արժանացին ինչ-որ Վենեսուելայից մի հասարակական գործի։ Ակնհայտ է, չէ՞ որ պատական չէ։ Այսինքն ես կարծում եմ, որ խնդիրը Վենեսուելային գրավելը չի, Ամերիկան չի կարող գրավել, խրվելու է մինչև վերջ։ Ինչու որտեղ ցամաքային օպերացիա, ասենք հարվածներ կարող է հրթիռային հասցնի ինչ-որ օբյեկտների, բայց ցամաքային օպերացիա որ մտավ այդ տարածք, ձեզ վստահաբար եմ ասում, 2 միլիոն ինքնապաշտպանական ուժեր կան տարածքային, 2 միլիոն քաղաքացի, որոնք զինված են, որոնք բարբերաբար ճամբարները փորձառություն են ստացել, ուսուցում են ստացել, ասենք միլիցիա է կոչվում։ Այդ 2 միլիոն մարդը կռվելու են, ընդ որում հաշվի առեք, որ Վիետնամում ամերիկացիները որ խլվեցին, խայտարակ կերպով պարտվեցին։ Բայց այն անանցանելի ճահիճները եւ լեռները, որ ունի Վենեսուելան, այստեղ արդեն ամիջական կոնտակտային մարտում այդ երկրի քաղաքացիները ունեն բացարձակ կառավարություն, ինչու որտեղ իրենք պաշտպանում իրենց հայրենիքը, ի տարբերություն ամերիկացիների, որոնք ընդհանրապես օկուպանտ են։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի եւ
Անվտանգության ուժերի որոշումը ոչ թե ցամաքային օպերացիան Վենեսուելան գրավելն է, այլ իշխանափոխություն անել, ուղղակի սպանել Մադուրոին։ Եվ երկրի, ասենք, բարձրագույն որոշ ղեկավարներ, որոնք ամենահավատարիմն են Մադուրոին, որոնք Հուգո Չավեսի մտերիմներն էին, հիմա Մադուրոյի հետ են։ Այսինքն սպանել եւ իշխանության ում բերել, ոչ ավել, ոչ պակաս այդ այսպես կոչված խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկի տիկնոջը, որը Վենեսուելայից էր։ Սա էլ ինչ վերաբերվում է Վենեսուելան, հաշվի առնելով, որ Ռուսաստանը բավականաչափ եւ օդուժի եւ հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության բավականաչափ զենքեր տրամադրել է Վենեսուելային, տեսնենք Միացյալ Նահանգների արկածախնդրությունը ինչի կգնա։ Հետաքրքիր գիտեք ինչն է, երբ Միացյալ Նահանգների նախագահ պարբերաբար ասում է ինքը 8-10 պատերազմ է կանգնեցրել, գործնականում բլեֆ։ Այստեղ գետնի վրա ինքը կոնկրետ պատերազմ է սանձազործում ինքնիշխան պետության ժողովրդի կողմից ընտրված ղեկավարության դեմ։ Սա էլ ձեր հարցի պատասխանը։